Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք խոսելու ենք Աֆղանստանի եւ Պակիստանի միջև շարունակվող մարտական գործողությունների մասին։ Իհարկե, հիշում եք, մենք այս հարցի մասին ձեր հետ խոսեցինք, բայց հաշվի ենք առնում այն, որ իրանական պատերազմը սկսվեց, մեր ուշադրությունը, ինչպես նաեւ շատերի ուշադրությունը շեղվեց իհարկե դեպի իրանական պատերազմ, բայց իհարկե պետք է այստեղ նաեւ նշել, որ մենք չենք կարող ուշադրությունից առհասարակ բաց թողնել այս կարևոր ռազմական գործողությունները, պատերազմը, որը տեղի է ունենում եւ շարունակվում է Աֆղանստանի եւ Պակիստանի միջև։ Ուստի այսօր ձեր հետ միասին մենք կխոսենք եւ կվերլուծենք այդ իրադարձությունները, կհասկանանք, թե ինչ է տեղի ունեցել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, երբ չենք խոսել այս հակամարտության մասին եւ խոսում էինք Իրանի մասին։ Առաջ երթին սկսենք նրանից, որ 2025 թվականի վերջին արդեն հարաբերությունները Աֆղանստանի եւ Պակիստանի միջև կտրուկ վատթարացան։ Եվ մինչև հիմա ամբողջ աշխարհի ուշադրությունը ուղղված է դեպի Իրան, Դյուրանտի գծի ուղղությամբ մենք տեսնում ենք լուրջ պատերազմ, որը այս պայծրությամբ համաշխարհային օրակարգում չի գտնվում։ Եվ սա շատ բնական բան է, ուշադրությունը ամբողջությամբ շեղվել է։ Սա եւս մեկ անգամ առհասարակ ցույց է տալի, հարգելի հայրենակիցներ, թե ինչքան վտանգավոր է ռազմական գործողությունները, որովհետև հիմա մարդիկ չեն խոսում արդեն Սուդանում պատերազմի մասին, կարող է շատերը ձեզանից ոչ էլ լսել են, չեն խոսում Ուկրաինայում պատերազմի մասին նույնիսկ, ոչ էլ խոսում են Աֆղանստան-Պակիստանի պատերազմի մասին, բոլորը խոսում են իրանական պատերազմի մասին, այն էլ արեք, անկեղծ ասենք, 3 շաբաթ անցավ եւ հիմա ինչքանով է հանրությունը հետաքրքրված այս պատերազմով։ Գուցե ամենակարևոր ինչ-որ հատվածներով, այո, բայց իրականում ակնհայտ է, որ այդ թվում իմ լսարանը տեսնում եմ, որ հոգնել է միշտ ամեն օր իրանական պատերազմի մասին խոսելուց։ Ուստի սա բնորոշում է ռազմական գործողություններին այսօրվա դարում, եւ երբ որևէ բան առաջի անգամ Դուբային հարվածեցին, ամբողջ աշխարհը դրա մասն էր խոսում, կամ Իսրայելին հարվածեցին։ Հիմա ամեն օր են հարվածում, եւ դա ոչ մեկին կարծես առանձնահատուկ չի անհանգստացնում։ Եվ սա եւս մեկ անգամ մեզ պետք է հուշի, հա, որ գլխավոր խնդիրը նրանն է, ով հայտնվում է ռազմական գործողություններում, ով դրա զոհն է հայտնվում, այլ ոչ թե ուրեմն այն, որ ամբողջ աշխարհը մտահոգված կլինի այդ իրավիճակով։ Ուստի մեր գլխավոր նպատակը, այդ թվում իմ կոնկրետ առաջադրանքն է ապահովել Վրաստանի եւ Հայաստանի անվտանգությունը, մեր պետությունների, ժողովուրդների անվտանգությունը եւ այդ առումով կպատկերացնում եմ, որ միասնական ներդրում ջանքեր պետք է ունենանք եւ միասնական պետք է գնանք դեպի աշխարհի ամենախաղաղ միությունը, Եվրոպական միությունը, բայց դա առանձին թեմա է։ Այս պայծրությամբ նաեւ ներքաղաքական օրակարգում ուղիղ եմ ասում, իմ նպատակն է, որ ապահովենք անպայմանորեն Հայաստանի Հանրապետությունում խաղաղությունը։ Խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, խաղաղությունը պետք է լինի հզորության վրա հիմնված պետության։ Մենք օրերս Լենդրուշ Մարգարյանին հարցազրույց տվեցի հասանելի ալիքի վրա եւ կարող եք դիտել, ես այդտեղ խոսեցի, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա շատ հզոր զինված ուժեր, որը պետք է նաեւ ներառի ազգ բանակի կոնցեպտը, եւ դա նաեւ պետք է նշանակի իհարկե այն, որ բոլոր քաղաքացիները, բոլորը պետք է լինեն բանակի մաս եւ լինի ծրագիր, այնպես թե ով ինչ պատասխանատվություն ունի, ինչ սցենարով եւ ինչպես, այսինքն ես երբ ասում եմ խաղաղություն, սա պացիֆիզմից շատ հեռու է, հակառակ ուղղությունով է, սա նշանակում է ինչքան կարելի ավելի միլիտարիզացում ազգի, Իսրայելի օրինակով, բայց միևնույն ժամանակ մենք որևէ մեկի հանդեպ չպետք է ունենանք տարածքային պահանջներ եւ չունենք, եւ Հայաստանի Հանրապետությունը միայն ինքնապաշտպանության նպատակով է ուրեմն զարգացնելու իր զինված ուժերը, դա է նաեւ խաղաղության երաշխիքը, ինչը ներքաղաքական օրակարգում նաեւ շատ կարեւոր հարց է, եւ օրինակ դրա խոսքի նույն այս պատերազմն է, հա, արեք մանրամասն հիմա խոսենք, անդրադառնանք նորից պատերազմին։ Այսինքն փետրվարի 26-ին սկսվեց այս ռազմական գործողությունները եւ փետրվարի 28-ին արդեն Իրան-Իսրայել, որ սկսվեց պատերազմը, բոլորը այս պատերազմի մասին մոռացան։ Պակիստանի, հիշեցնեմ, ուրեմն նախարարը պաշտպանության ասել էր, որ բաց պատերազմ է տեղի ունենում եւ ակտիվորեն մարտական գործողություններ, հա, 3 հարվածներ են տեղի ունեցել, դա հետաքրքիր է նաեւ,
Պակիստանը օդուժի միջոցով հարվածել է Աֆղանստանի նաև բավարար այսպես կարևոր կենտրոններին, այդ թվում մայրաքաղաքին։ Դյուրանի գիծը, որը 1893 թվականին անցկացվել է այդտեղ, պուշտունական ուրեմն շրջանները, որը բնակվում են հենց այդտեղ պուշտուններն են բնակվում, բաժանում է երկու մասի, մի մասը հայտնվում է Աֆղանստանում, մյուս մասը Պակիստանում, եւ աֆղանները չեն ճանաչում այդ կոնկրետ ուրեմն գիծը եւ սահմանը։ Տերորիստական խմբավորումներ կան նաև, խոսքին Պակիստանը մեղադրում է աֆղանական Թալիբանին, որ նա Թեխրիկ է Թալիբան Պակիստան այդ տերորիստներին է աջակցում եւ որ աջակցում է նաև Բելուչիստանի կամ Բալուջիստանի սեպարատիստներին, եւ ընդհանուր առումով Պակիստանում 2025 թվականին տերակտների ահաբեկչությունների թիվը 34%-ով աճել է։ Աֆղանստանը ասում է, որ սա իրականում ինքը չի կատարում, բայց իհարկե դա այդպես չէ։ Հարցը նրանում է, որ արդեն հոկտեմբերին 2025 թվականին սկսեց ճգնաժամը, հոկտեմբերի 9-ին Պակիստանը առաջի օդային հարվածները հասցրեց Քաբուլին, որտեղ որ սպանեց Թեխրիկ-ի Տալիբան Պակիստան տերորիստական խմբավորման Նուր Վալի Մեխսուդայի, որը առաջնորդում էր այդ ուժերը, եւ աֆղանական ուժերը հարվածեցին նաև սահմանամերձ շրջաններին, եւ դրանից հետո տեսանք, որ 12 հարված է տեղի ունեցել Պակիստանի կողմից, 40 մոտավորապես հակամարտություն հենց սահմանամերձ շրջանում, դրանից հետո Կատարի եւ Թուրքիայի մասնակցությամբ պատերազմը դադարեց։ Բայց հիմա արդեն փետրվար-մարտ ամիսների համար պատերազմը վերսկսվել է, ինչպես հիշում եք, եւ կոնկրետ Աֆղանստանը Թալիբանը հայտարարեց լայնածավալ գործողությունի մասին եւ որ իբրև գրավել էր 19 ուրեմն այդպիսի պակիստանական սահմանային կետեր եւ սպանել 55 իրենց զինծառայողին։ Եվ BBC-ի տեղեկատվության հենց աֆղանական ուժերն էին սկսել մարտական գործողությունները, որը հենց սահմանամերձ շրջաններն է ներառում եւ նպատակ ուներ խորանալ Պակիստանի տարածք։ Եվ Պակիստանը սա ընկալեց ինչպես կոնկրետ կարելի ասել հենց ռազմական գործողություններ, կարելի ասել բացահայտ Թալիբանը հայտարարեց դրա մասին, այսինքն տրամաբանությունը այն էր, որ Թալիբանը չէր թաքցնում, որ ինքը ուզում է լայնածավալ գործողություններ սկսի։ Պակիստանական ուժերը 22 օդային հարված են հասցրել, սպանել 200 թալիբ մոտավորապես եւ ԱԹՍ-ներ են կիրառել նաև, ինչպես նաև օդուժ։ Օդուժը Պակիստանի հզոր մասն է, մենք խոսել ենք ձեր դրա մասին, Պակիստան-Հնդկաստան պատերազմի վերլուծության ժամանակ մանրամասն հիշում եք, իսկ կոնկրետ երբ հարցը վերաբերվում է ուրեմն Աֆղանստանին, ապա Աֆղանստանը օդուժ կարելի ասել չունի, հակաօդային պաշտպանություն չունի եւ դա իր ամենաթույլ կետն է։ Միջև առաջ անցնելը հարգելի այրնակիցներ, ուզում եմ ձեզ հիշեցնեմ ուղղակի, որ շատ կարևոր է լայքել այս վերլուծությունը, գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, բաժանորդագրվեք, նաև միացեք ալիքին կամ անգլերեն, եթե ձեր YouTube անգլերենը join այդպես է գրված, եւ դառեք ալիքի անդամ, դրանով աջակցելով ալիքի գործունեությանը եւ ստանալով հավելյալ վերլուծություններին հանդեպ հասանելիություն եւ ավելի վաղ հասանելիության վերլուծությունների ուղղությամբ։ Բացի սրանից պետք է ասել, որ շարունակում ենք թեման, որ 1500 աֆղանական ընտանիք ստիպված էր եղել լքել իրանց տները եւ այս պայծրությամբ աֆղանական կողմը հայտարարել է 110 ուրեմն խաղաղ քաղաքացու զոհման մասին, այդ թվում 65 կին եւ երեխա է զոհվել, 123 տուժել է, սա հարվածների հետևանքով է, իհարկե հարվածները հստակ չէ, հասկանում եք դուք, երբ հարվածում ես, չես կարող միայն հարվածել, խոսքին այն թիրախը, որը դու ուզում ես, կողքի մարդիկ էլ կարող են տուժել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Տայիպ Էրդողանը փորձել է իր միջնորդությունը առաջարկել կողմերին, բայց չնայած սրա դե ֆակտո ռազմական գործողությունները շարունակվում են։ Աֆղանստանը հայտարարում է, որ կարողացել է խոցել Պակիստանի ԱԹՍ-ներ եւ գրավել ինչ-ինչ հատվածներ սահմանում, իսկ Պակիստանը հայտարարում էր, որ հարվածներ հասցրեց
նախկին Միացյալ Նահանգների ռազմակայանի վրա, որը հիմա թալիբների կողմից է օգտագործվում Բագրամի ուղղությամբ։ Սա նաև շատ կարևոր զարգացում է։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ հարվածները տարբեր քաղաքների ուղղությամբ, հատկապես սահմանամերձ քաղաքների ուղղությամբ Աֆղանստանի եւ Պակիստանի շարունակվում են, այդ թվում մայրաքաղաք Քաբուլի ուղղությամբ կոնկրետ։ Բացի դրանից պետք է ասել, որ Պակիստանը եւ Իրանը Աֆղանստան են հետ ուղարկել 2025 թվականին 2.7 միլիոն մարդ, այսինքն 2.7 միլիոն մարդ մոտավորապես, եւ սա բերել է 12%-ով բնակչության աճին, եւ սա լուրջ խնդիրներ է ստեղծել Աֆղանստանի համար։ Բայց այս փախստականների վերադարձը վերաբերվում էր նրան, որ ուրեմն Աֆղանստանում այդ ճգնաժամը ավարտվեց, թալիբները ի վերջո եկան իշխանության, Միացյալ Նահանգները ասացին՝ չեք ուզում ժողովրդավարություն, մենք այստեղ անելիք չունենք։ Պետք է ասել, որ իհարկե այս պայծրությամբ, որ սահմանափակումներ կան իհարկե առևտրի ուղղությամբ, նույն Պակիստանի եւ Աֆղանստանի, եւ սրա պատճառով ստեղծվել է արդեն խնդիրներ լոգիստիկ առումով։ Լուրջ գինը աճել է տարբեր ուտելիքի համար, ինչպես նաև պարենի նկատի ունեմ, ինչպես նաև վառելիքի եւ այլն հատվածներում, եւ ճգնաժամը այդ առումով իհարկե ազդում է ել ավելի տարածաշրջանային զարգացումների վրա։ Բացի դրանից պետք է նշել Հնդկաստանի եւ Չինաստանի ազդեցության վրա։ Իհարկե Պակիստանի եւ Աֆղանստանի այս ճգնաժամը բերում է նրան, որ դառնում է սա շատ կարևոր ուրեմն ազդեցության հատված միջազգային մեծ խաղացողների։ Չինաստանը Պակիստանի գլխավոր դաշնակիցն է եւ ապահովում է իր զինված ուժերը։ Հնդկաստանը իր հերթին հակառակը աջակցում է աֆղանական ուժերին եւ փորձում է դրանով սահմանափակել դեպի Քաշմիրի ուղղություն որևէ պակիստանական քայլեր։ Պակիստանը իրականում մտահոգված է, որ Աֆղանստանը կարող է դառնալ հնդկական պրոքսի եւ այդ առումով ուրեմն տեսել ենք նաև, որ ինչ-ինչ քայլեր է անում։ Մերձավոր Արևելքում եւ Իրանում պատերազմը իր ազդեցությունը ունի։ Իհարկե, փետրվարի 28-ին կներեք սկսված պատերազմը Իսրայելի եւ Միացյալ Նահանգների Իրանի դեմ նաեւ ուշադրությունը շեղեց այս ուղղությամբ, բայց պետք է նշել, որ ընդհանուր առումով սա նաև Պակիստանին էլ է վերաբերվում, որովհետև Բալոչիստանը, որը Պակիստանում է գտնվում, ինչպես նաև Իրանում, այդտեղ անկայունությունը կարող է իրականություն դառնալ եւ բալոչները, բելուջները կամ ուզում են անկախություն համ Պակիստանում, համ Իրանում, որ միավորվեն։ Եվ մասնագետները խոսում են նրա մասին, որ Սաուդյան Արաբիան եւ Քաթարը ուրեմն այս պայծրությամբ չունեն ժամանակ, որ ուշադրություն դարձնեն այս հակամարտությանը, որ այսպես իրավիճակը կայունանա։ Պետք է նաև ասել, որ իր ժամանակ Թուրքիան եւ Կատարը ներդրում ունեցան, հիմա Թուրքիան մարտ ամսին նաև առաջարկում է նորից իր ներդրումները եւ իր միջնորդությունը, հակամարտությունը, որ կայունացվի, բայց փաստացի նաև չենք տեսնում որևէ դեռ արդյունքներ։ Ռուսաստանը կողմերին առաջարկել է, որ խաղաղ լուծեն այս հարցը, Իրանը նաև սրա ժամանակ չունի իհարկե, եւ հաշվի առնելով սա, այս պատերազմը մնացել է այսպես կախված իրավիճակում։ Վերջի կոնկրետ զարգացումները ասեմ, հետաքրքիր, որ ուրեմն մոտավորապես երեք կարելի ասել 143 մարդ է սպանվել Աֆղանստանում հարվածի հետևանքով, ասել են ՄԱԿ-ում։ Պակիստանը հայտարարել է, որ ժամանակավոր կանգնեցրել է 3 իր ռազմական գործողությունները իսլամական կարևոր օրվա Eid ul-Fitr պատճառով, եւ աֆղանական Թալիբանը նույն բանն է հայտարարել, եւ սա պահանջել են Քաթարը, Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան, որ այս երկու պետությունը կանգնեցնեն պատերազմը այդ պատճառով։ Ընդհանուր առումով պետք է նաև նշել, որ վերջի օրերի ընթացքում այդ հարվածները շարունակվում են սահմանամերձ, Թալիբանը մի քանի օր առաջ ԱԹՍ-ներ է կիրառել, նաև կոնկրետ Պակիստանի դեմ, եւ այդ ԱԹՍ-ները հասել են մինչև մայրաքաղաք։
իսկ Իսլամաբադ, իսկ միևնույն ժամանակ հենց կոնկրետ Պակիստանը մայրաքաղաքի ուղղությունով է, որ հարվածներ է հասցրել Քաբուլի ուղղությունով, այդ թվում տեղեկատվություն կա, որ 400 մարդ է զոհվել Քաբուլում, ուրեմն հարվածների հետևանքով ընդհանուր առումով։ Եվ հիմա մի քանի կարևոր արդեն սցենարներ այստեղից ինչ կարող է տեղի ունենալ։ Պետք է ասել, որ ամենալավ ուրեմն տարբերակը այն է, որ կողմերը կարող են այստեղից խաղաղության օգտագործել այս իսլամական տոնը եւ ուղղակի չվերսկսել պատերազմը, բայց դա ընդհանուր առումով ժամանակավոր կձգի այս իրավիճակը, բայց մեծ փոփոխություններ չի բերի։ Միջին տարբերակը այն է, որ լայնածավալ գործողությունների չեն անցնի, բայց կողմերը այսպիսի հիբրիդային պատերազմ կվարեն իրար դեմ եւ կշարունակեն հարվածները միմյանց ուղղությունով, այսինքն լարվածությունը կշարունակվի եւ ամենավատ տարբերակը նաեւ կա, որ Պակիստանը կարա լայնածավալ հարվածները շարունակի Թալիբանի ուղղությամբ եւ թալիբները սկսեն ավելի լայնածավալ ցամաքային գործողություններ Պակիստանի դեմ եւ դա իհարկե նաեւ պետք է ասել, որ այն իրավիճակում, որ բոլորը շեղված են դեպի իրանական պատերազմ, ուղիղ եւ անկեղծ ասենք, որ այս պայդրությամբ ոչ մեկին չի հետաքրքրում այս պատերազմը եւ դա կարա բերի իհարկե մեծ եւ մեծ զոհերի։ Ուստի այստեղից հարգելի այրենակիցներ, մենք քաղենք մեր դասերը նրա, որ պետք է փորձել պահպանել խաղաղությունը, պետք է փորձել հարևանների հետ հատկապես ունենալ կայուն իրավիճակ եւ հարաբերություններ, պետք է հասկանանք, որ ամբողջ աշխարհը այնպես չէ, որ մեր ճակատագրով է հետաքրքրված, հաճախ ոչ էլ կարող են մի բան անել, նույնիսկ շատ դեպքերում խոսքին ինչպիսի այս դեպքն է, որ կողմերին չի ստացվում ուրեմն համաձայնեցնել, որ պատերազմը կանգնեցնեն, այն էլ երկու իսլամական պետության մասն է խոսքը, երկուսն էլ մուսուլմանների պետություններ է, հասկանում եք, այսինքն դա եւս փոխում է իրավիճակը, իրանական պատերազմը իր ազդեցությունը ունեցավ, ուստի հարգելի այրենակիցներ, մենք իհարկե կշարունակենք ձեր հետ միասին հետևել այս զարգացումներին, բայց անկեղծ կլինեմ, որ հաճախ խոսել չեմ համարում կարևոր այս թեմայից, եթե լուրջ փոփոխություն լինի, ապա միայն այդ դեպքում կանդրադառնամ նորից այս թեմային, որովհետև մեկնաբանություններում ես տեսա կոչեր, որ նորից խոսեմ այս թեմայի մասին, որովհետև մարդկանց հետաքրքրում էր ինչ եղավ այս պատերազմի հետ եւ այս գործողությունների հետ, շարունակվում է արդեն 3 շաբաթից ավել է հարգելի այրենակիցներ եւ ենթադրում եմ, որ այստեղից արդեն ասացի սցենարները, բայց իրավիճակը հաստատ ուրեմն առանց խնդիր չի շարունակվի։ Ամեն դեպքում կարևոր է կհետևենք, շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար, հարգելի այրենակիցներ, չենք մոռանում անպայման աջակցել ալիքին, լայքելով, բաժանորդագրվելով, ուրեմն միանալով ալիքին, դառնալով ալիքի անդամ եւ ալիքում նաեւ կա արևմուտքում բնակվող մեր հայրենակիցները ունեն ուրեմն այդ հնարավորությունը միանալ ալիքին կամ ալիքին աջակցել այդտեղ հատուկ կոճակով եւ դուք դա կարող եք անել։ Շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։